գործիքներն անհրաժեշտ ձեզ կոմպոզիտային ռեստավրացիաներ կատարելու համար։ Տեսահոլովակը կարող է մի քիչ երկար լինի, բայց վստահ եմ, որ շատերին կհետաքրքրի։ Եկեք առաջինը խոսենք հենց բուն գործիքների մասին։ Elema առաջի ֆիրմաներից մեկն էր, որը սկսեց պոպուլարիզացնել ռեստավրացիայի համար նախատեսված գործիքները, եւ ես ուզում եմ իրենց հսկայական գործիքակազմից առանձնացնել 3-ը։ Առաջինը դա կոնդենսան է, սովորական մացկիչ է գլանաձև, երկկողմանի, մի ծայրը բավականաչափ նուրբ է, որպեսզի բավական փոքր խորհրդների պարագայում շատ հարմար լինի։ Երկրորդը մոդելան է, հարթիչ է երկկողմանի, իրենք ունեն ինչպես բավական պինդ, այնպես է էլաստիկ հարթիչներ, տարբեր ուղղություններով թեքված, ինչը թույլ է տալիս իրենց օգտագործել տարբեր սեգմենտներում։ Եվ երրորդը ֆիսուրան է, երևի թե ամենահետաքրքիր գործիքն է, մի ծայրը սուր է, մյուսը եռանկյունաձև եւ շատ հարմար է կոմպոստի վերջի շերտը ներմուծելու համար։ Կան նաեւ տարբեր բյուջետային անալոգներ, որոնք որ ինչպես կարող են ունենալ բավական նորմալ որակ եւ ձեզ ծառայել, այնպես էլ ընդհանրապես ռեստավրացիայի համար հարմար չլինի։ Երկրորդը, ինչի մասին ուզում եմ խոսել, վրձիններն են։ Վրձինները կարող են լինել ինչպես ուղիղ, այնպես էլ թեք, բայց թեք վրձինները շատ ավելի հարմար են, որովհետև ծամի սեգմենտում թույլ են տալիս ազատ տեղաշարժեր կատարել։ Չափերով կարող են լինել ինչպես մեծ, այնպես էլ փոքր եւ գլխիկները դուրս են գալիս եւ փոխվում են, ինչը որ իրենց ընդհանուր արժեքը բավական իջեցնում է։ Հայաստանում իրանք ներկայացված չեն եւ իրենց կարող եք գտնել տարբեր վաճառքային հարթակներում, Շիրբակովի, Կարպենկոյի կամ Ֆեյդմանի հեղինակային վրձինների տեսքով։ Եվ երրորդը, որը որ գործիք չէ, բայց պարտադիր ուզում էի նրա մասին խոսել, դա մոդելավորման համար նախատեսված հեղուկն է, որը իմ ձեռքերում Կեր ֆիրմայինն է, բայց կարող լինի շատ տարբեր ֆիրմաների։ Ինքը իրենից ներկայացնում է մաքուր բիշջիմի, ինչը որ ձեր կոմպոզիտի լուծիչն է, նախատեսված է նրա համար, որ գործիքները թաթախեք նրա մեջ շատ քիչ քանակով, ինչը թույլ է տալիս շատ ավելի հարմար դարձնել կոմպոզիտի ադապտացիայի փուլը, ինչպես նաև վրձինների աշխատանքի համար ինքը անփոխարինելի է։ Իսկ մեկնաբանություններում կարող եք գրել, թե ինչ եմ ես մոռացել։